Շենգավիթի համայնքապետարանի առևտրի ծառայությունների և գովազդի բաժնի պաշտոնյաների մասնակցությամբ ևս մեկ կաշառքի գործի նախաքննությունը հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է, գործն ուղարկվել է դատարան։ Թաղապետարանի պաշտոնյաները կաշառքի դիմաց աչք են փակել մոտ 1 տասնյակ տնտեսվարող օբյեկտների վրա առանց համապատասխան թույլտվության փակցված գովազդային վահանակների վրա։ Այդ օբյեկտների, խանութների, առևտրի կետերի սեփականատերերին խոստացել են չապամոնտաժել դրանք, չկազմել արձանագրություն։ Այս գործով մեղադրվում է 3 պաշտոնյա։ Վերջիններս ունեցել են առաջատար մասնագետի եւ ավագ մասնագետի պաշտոններ, սակայն այստեղ հատկանշականը այն է, որ նրանք ունեցել են լիազորություններ վարչական իրավախախտումներն արձանագրելու, վարչական պատասխանատվության ենթարկելու եւ խախտմամբ հայտնաբերված գովազդային վահանակները ապամոնտաժելու, որը որ չեն իրականացրել։ Ազգային անվտանգության ծառայության եւ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համատեղ օպերատիվ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 2 դեպքով հաստատվել է կաշառքի գումարն իրար փոխանցելու ստանալու հանգամանքը։ Տեսագրությամբ է նաեւ արձանագրված, թե ինչպես է պաշտոնատար անձը ստացել գումարը։ Կաշառքների չափը տարբեր են եղել հիմնականում, բայց այստեղ կարևոր է նաեւ, որ նախատեսված տարեկան տեղական տուրքը գերազանցել է 1 միլիոնից ավել գումարներ։ Համայնքապետարանին օրինակ մեկ դեպքով, երբ աշխատանքներ իրականացնելու թույլատվություն չի ունեցել շոկեբաղնիքը, պետք է տեղական տուրքը վճարված լիներ 1 միլիոն 500 հազար դրամ։ Իսկ առանձին վերցված գովազդային վահանակների վերաբերյալ թույլատվությունները 2 միլիոնից անցնում են։ Տնտեսվարողներից մեկը առանց թույլտվության շոկեբաղնիքի աշխատեցրել, պայմանավորվածություն է ձեռք բերել համայնքապետարանի աշխատակիցների հետ։ Նրանք խոստացել են կաշառքի դիմաց իրենց հովանու ներքո կազմակերպել շոկեբաղնիքի անխոչնդոտ աշխատանքը։ Մեղադրանք է ներկայացվել մոտ 1 տասնյակ անձանց, այդ թվում տնտեսվարող օբյեկտների սեփականատերերին։ Կաշառք ստացած պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկամսյա կալանք։ Կաշառք տված անձինք, ովքեր համագործակցել են, նաև տվել են խոստովանական ցուցմունքներ, վերջիններս նկատմամբ որպես խափանմիջոց կիրառվել է Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելքը։ Ներկայացված մեղադրանքներում կաշառք տվող անձանցից ոմանք գերակշիռ մասը ընդունել են իրենց ներկայացված մեղադրանքները, կաշառք ստացած պաշտոնատար անձինք չեն ընդունել իրենց ներկայացված մեղադրանքները, հրաժարվել են ցուցմունքներ տալուց։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի արդեն նախկին 3 պաշտոնյայից մեկը մեղադրվում է նաև այլ գործով, որը արդեն դատաքննության փուլում է։ Նա նույն վարչական շրջանում գործող Զվարճանքի կենտրոնի գիշերային ժամերին աշխատանքի թույլտվություն չունեցող օբյեկտի ղեկավարին առաջարկել էր 1 միլիոն դրամ տեղական տուրքը չվճարելու փոխարեն իրենց տրամադրել 600 հազար դրամ կաշառք։ Մայա Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։